Բարև ձեզ հայեր ջան։ Խոսամ կաթողիկոսի երեխա ունենալու, չունենալու բամբասանքներ տարածելու մասին։ 2018 թվին հիշում եք դագաղների և ծաղկեպսակների ակցիաները, որ անգամ դագաղ են սարքե կաթողիկոսի մուլաժը, դրել էին մեջը, առանց ամանչելու կորեսպոնդենտ հանդիսացող անգամ կանայք, Նիկոլի Ռուպերները, ինչքան հիշում եմ Փոստանջան, Դագաղանո ակցիաների մասնակիցները, որ համատարած մահի ծրագիր տվեցին իրականությամբ, թևերը քշտած լցվել են մեր եկեղեցու դեմ կռիվ տալուն, Նիկոլի հետ միասին։ Այսօր արդեն անցել են Եզրասի նկարները և կաթողիկոսի նկարները դնել ինչ-որ մի կնոջ հետ նկարված, տարածում են, որ Եզրասի կինն է։ Եթե կուսակրոնությունը դա դոգմա է, ու եթե այդ մարդիկ կոնկրետ Եզրասի մասին է խոսք, եթե դա իրոք նման հարց լիներ, որ այդ կինը իրան կինն է, հաստատ բացեբաց չեն նկարվի, ու այդ նկարները այսօր ինտերնետի մեջ չեն հայտնաբերվի։ Սա նույն հերթական ջհուդական պոլիտտեխնոլոգիաներ է, ժողովուրդ ջան, բարձը որ քանդես բմբուլները տարածվեն, ինչքան էլ հավաքես, մինչև վերջի հատիկ բմբուլը չես կարա ետ հավաքես։ Աշխատում են նույն պրինցիպով, բամբասանք լուրը տարածելով, նույնը արեցին նույն մեթոդով, սպանեցին գեներալ Մանվելին, որ կարողանան մեր տղեկներին սպանեն, Արցախը հանձնեն։ Արեցին Պիպոյի միջոցով, որը Էջմիածինում սինագոգա է կառուցում, հոդվածները դրել է, ջհուդական գարշոկն էլ գլխի վրա նկարել ենք, տարածել ենք խոշորացված։ Առաջի օրվանից աբացույցել եմ, որ գեներալ Մանվելը ոչ տուշոնկա է կերծր է արջերին, ոչ էլ անգամ արջն է իրան արջ եղել։ Վիդեոներիս տակ մարդիկ կոմենտ էին գրել, որ Խրիմյան հայրիկ կաթողիկոսը մեր զավակներ է ունեցել և կոչ է արել իրան օրինագով բազմացնել ազգը։ Ամեն ինչ արել են, որ հայ ազգը չկարողանա բազմանալ։ Թող քիչ ունենանք, թող լավ պահենք։ Իրանք տառականի նման, մերս ասում էր տառականի նման աճում են։ Հայերին ենենց տնտեսական պայմաններ սոցիալական ստեղծեցին, որ հայը այդ երկու երեխուն էլ պարտքով, վարկով մենձացրեց, տարան գլուխները կերան երեխեքներին։ Հիմա էլ են ինչ որ կա, հատ-հատ սպանում են, ժողովուրդ ջան։ Ես մտածում եմ, որ Խրիմյան հայրիկի օրինակը շատ իդեալական օրինակ է և հավատքի և ազգի և պետությունը հզորացնելու համար։
Ինչի պիտի հայը երեխա չունենար։ Ինչ է տալիս կուսակրոնությունը, որ դա սարքել են դոգմա, չգիտեմ, անցյալում դա եղել է թե չէ, թե էսի ջհուդներով հորինված ինչ-որ հերթական տրյուկ է, որ այսօրվա օրես խաղերը խաղան եկեղեցու և եկեղեցու հայ հոգևորների վրա ցեխ լցնելու պատճառ ստեղծեն, չեմ կարող ասեմ ժողովուրդ ջան, բայց մտածում եմ, որ Խրիմյան հայրիկի օրինակը շատ գեղեցիկ և ճիշտ օրինակ է։ Պատկերացրեք, որ եթե կաթողիկոսը երեխեք ու թոռներ մեծ Կերտաստան ունենար, իհարկե ավելի շատ ջանքեր կգործադրի ազգի, հավատքի, երկրի համար։ Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք դիմենք վեհապարին, կոնկրետ հիմա մտածում եմ, որ հայ ազգը իմ հետ կողմնակից կլինի այս հարցում, հայ ազգի անունից ինձ իրավունք կվերապահեմ դիմել վեհապար տեր, եթե հնարավորություն կա կանոնադրությունները, չգիտեմ, օրենքները հոգևորական, այս հարցի շուրջ մտածեք և եթե հնարավոր է փոփոխություններ արեք, որ թշնամիների ձեռն էլ զենք չդնենք և ազգին չդնեն այս վիճակի մեջ, ստերով չխելագարցնեն, չշեղեն ժողովուրդին և առիթ չունենան մեղադրանքներ ներկայացնել մեր հայ հոգևոր հայրերին։ Խնդրում եմ, եթե կա հնարավորություն այս հարցին լուծում տալ, ինչքան շուտ այդքան ճիշտ կլինի։ Եվ այս խոսակցությունները վերջապես էլ տեղի չեն ունենա։ Շնորհակալություն ձեզ, հայեր ջան, գիշեր բարի, շատ կարճ լայվ, բայց մտածում եմ շատ անհրաժեշտ և ժամանակին։ Շնորհակալություն նաև հայերին, մեր հայերին, որ անտարբեր չեն մնում, լիքը ինֆորմացիաներ են խորհրդի կարգով կամ բաներ կա, որ իհարկե մենք էլ ամեն ինչ չգիտենք, մարդիկ ճիշտ ժամանակին Աստվածը խոստնում է, անտարբեր չլինելու պատճառով մարդիկ գրում են, մեկս մյուսով, ժողովուրդ ջան, один за всех, все за одного, բարին ասուց, հաղթանակը իհարկե մեր Աստծուն է լինելու։ Գիշեր բարի հայեր ջան։